Ողջույն ձեզ, այսօրվա իմ թեման է մեկ ազգ երկու պետություն։ 1994 թվականի մայիսի 9-ին, երբ Հայաստանը հաղթեց Ադրբեջանին և ազատագրեց 13,000 քառակուսի կիլոմետր հայկական տարածքներ, հայ ազգը իրականացրեց իր երազանքի մի որոշ մասը և Հայաստանի տարածքները ավելացան 13,000 քառակուսի կիլոմետրով։ 13,000 քառակուսի կիլոմետրով ավելացավ հայկական տարածքներ 1994 թվականի մայիսի 9-ին, երբ Հայաստանը հաղթեց Ադրբեջանին։ Առաջի տարիներին հայ ազգը ուրախանում էր, որ ունի երկու պետություն և գաղափարախոսություն մեկ ազգ երկու պետություն իրականացավ, բայց հետո, երբ առաջին նախագահը սկսեց թեժ շրջանառության մեջ մտցնել, թե ձեր ինչներին է պետք երկու պետություն, մթո մի պետությունը մի շատ եք ռազի պահել երկու պետություններ ինչներիդ է պետք, դուք լավ չեք ապրի, եթե դուք ունեք երկու պետություն, ձեզ երկու պետություն պետք չի։ Ու կամաց այդ թեզը առաջին նախագահի Քոր Լևոնի թեզը մտավ հասարակության մեջ տարիների ընթացքում և Հայաստանում սկսեցին մտածել, թե դա Օվերթոնի պատուհան էր, ինքը շպրտեց հասարակության մեջ այդ թեզը իր ճառերի մեջ և տեսավ հասարակությունը ընդունում է, թե ոչ։ Ժամանակի ընթացքում երևաց, որ Հայաստանի հասարակությունը այդ թեզը ընդունեց և մարդիկ սկսեցին մտածել, արդյոք միգուցե պետք չի Հայաստանին ունենալ, հայ ազգին երկու պետություն ունենալ, միգուցե մեկն էլ է շատ, կամ բավական է, կամ շատ է, միգուցե առանց Հայաստանի էլ կարելի է ապրել և մարդիկ սկսեցին լքել հայրենիքը, սկսեցին փախնել տարբեր երկրներ ապրելու համար, հացի խաթր։ Ուրեմն իրանք այս մարդիկ լքում էին հայրենիքը հացի խաթր։ 2018 թվականին այդ Քոր Լևոնի թեզը, որ ձեզ երկու պետություն պետք չի, ազգին պետք չի երկու պետություն, մի պետությունով բավարարվեք, բերեց նրան, որ 20 թվականից մինչև 23 թվական նոր իշխանությունները ժողովրդի, հայ ազգի ընտրած ժողովրդի, հայ ազգի ընտրած իշխանությունները կործանեցին երկու պետություններից մեկը կործանեցին, հաջորդը կանգնացրին ոչնչացման վտանգի առջև։ Ու այսպես ավարտվեց մեկ ազգ երկու պետություն հայրենասեր հայի երազանքը։ Գիտեք ինչ կուզեի ես ասել։ Հայ ազգը չհասկացավ, որքան կարևոր էր նրա համար ունենալ երկու պետություն, որ դա աննախադեպ էր, երբ մի ազգ ունի երկու պետություն։ Երկու պետությունը հայ ազգի համար, մեկ հայ ազգի համար երկու պետություն ունենալը ուներ ռազմավարական նշանակություն։ Բայց մենք չհասկացանք դա։ Մենք կործանեցինք երկու պետություններից մեկը, մյուսն էլ դրեց կանգնացրինք վտանգի առջև։ Այդ մեր դժգոհությունով, թե մեզ ինչու է պետք մեզ երկու պետություն ունենալ, այդ դժգոհությունը բերեց նրան, որ 2023 թվականներին Հայաստանը կործանեց Արցախի հանրապետությունը և հայկական հանրապետությունը Արցախի, կորցրեց ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ Հայաստանի համար և հիմա այժմ բավարարվեց, թե մի պետությունը մեզ բավ է, դա էլ է շատ։ Հետո ես վերջերս էլ հունվարի 6-ին, 7-ին, 6-ին, 1-ին, 2-ին, 5-ին մարդամնիկ կնիկը են,
որ չգիտես կինա թե սիրուհիա, թե զաքսավորված չեն, նստած զրից են անում իրար հետ ու այդ կնիկը ասում թե միգուցե հայազգին պետք չի պետություն ունենալ, միգուցե հայազգին հայրենիք պետք չէ, միգուցե ավելի լավ է, եթե հայազգը հայրենիք չունենա։ Ու մենք այս ամեն ինչը կուլ ենք տալիս, ամեն ինչի հետ հաշտվել ենք, ամեն ինչը մեզ համար նորմալ է դարձել, որովհետև Հայաստանում օգտագործում են Overton-ի պատուհաններ, քաղ տեխնոլոգիա, որը հայ ազգին դարձրեց այսպես անտարբեր պետության նկատմամբ, դա մեզ պետք չի, ոչ երկու պետությունա մեզ պետք, մեզ մի պետությունն էլ պետք չի։ Մենք կարող ենք գնալ ուրիշ երկրներում ապրել, մեզ Հայաստան պետք չէ։ Իսկ հիմա այս, թե ինչպես հայազգը վարվեց երկու պետության հետ, մենք պետք է հասկանանք, հողեր հանձնելով, մենք երբեք չենք ունենալու ծովից ծով Հայաստան։ Ծովից ծով Հայաստան ունենալու մասին երազող հայազգը երբեք չի ունենա ծովից ծով Հայաստան, եթե նա շարունակաբար աչուձախ նվիրի թուրքերին հայկական հողեր։ Իսկ ինչ են անում թուրքերը։ Թուրքիան և Ադրբեջանը վերջերս մի շաբաթ առաջ իրար հանդիպել են Անկարայում, պաչպրոշտ են արել Ալիևն ու Էրդողանը, կանգնել են ձեռքեն իրար սեղմելու, ասել են, որ եղբայրական, լսեք, եղբայրական հարաբերությունների արդյունքում մեկ թուրք ազգը ունի երկու պետություն, Թուրքիա և Ադրբեջան։ Ու պատկասեք, որ թուրքերը չեն դժգոհում, որ ունեն երկու պետություն։ Որ նրանք միասկ ունեն երկու պետություն, նրանք դրանից չեն դժգոհում, ընդհակառակը նրանք հպարտանում են դրանով, նրանք ասում են, որ մեր եղբայրական հարաբերությունները թույլ են տվել մեզ թուրքերին ունենալ մեկ ազգ երկու պետություն, Թուրքիա և Ադրբեջան, իսկ հայ ազգը ինչպես վարվեց իր երկու պետությունների հետ։ Անընդհատ դժգոհում են, ես շատ եմ լսել տարիներ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, թե խանութները հայ կանայք, թե տղամարդիկ անընդհատ դժգոհում էին, թե մեզնշներն ա պետք Արցախը։ Մեզ պետք չի երկու պետություն ունենալ։ Մենք մթոմի պետությունը մի լավ օրի ենք, մեր երկրորդ պետությունն էլ ենք, մեզնշներին է պետք։ Այդպիսի դժգոհությունը, դա, ոնց ասեմ, հանցագործի դժգոհություն էր, դա չի կարելի, չէ, այդպիսի վարվել Աստծո տված պարգևի հետ, հազագյուտ պարգև էր, մի ազգը ուներ երկու պետություն, բայց ինչպես վարվեց հայ ազգը իր երկու պետությունների հետ, են մելի գլուխը կերավ, այս մի պետությունն էլ կանգնացեց գործանման եզրին, անդունդի եզրին, ի հակառակ թուրքերին, ովքեր որ բարձրանում են, որ մի ազգ ունեն երկու պետություն, Թուրքիա և Ադրբեջան, և շեշտում են, որ նրանք ունենալով եղբայրական հարաբերություններ ունեն երկու պետություն։ Ի վերջո ես ձեզ կասեմ, այո, եթե մենք շարունակենք հանձնել հողեր, նվիրել աչուձախ հողեր թուրքերին, մենք երբեք չենք ունենալու ծովից ծով Հայաստան։ Շնորհակալություն։